Երեք չառաջին օրը խոսվեց նավթի նոր խմբականակի բերման մասին, առաջինը ինչպես միշտ տեղեկացանք ադրբեջանական ԶԼՄ-ներից, բերվել է բենզինի ռեգուլյար տեսակ, առաջինը պրեմիում տեսակն էր, հիմա ռեգուլյար տեսակ է, արդյոք հիմա Հայաստանում չի փորձվում ամբողջ քանակը լցվել ադրբեջանական բենզինի արտադրությամբ։ Տեսեք, սա տեղավորվում է այդ ադրբեջանական նավթ, ադրբեջանական բենզին, ադրբեջանական պամիդոր, ադրբեջանական ծիծակ, որ առաջիկայում մենք կտեսնենք այդ շոուները եւս, սա այս ամենը տեղավորվում է այսպես կոչված ֆեյք խաղաղության սցենարի մեջ։ Մի կողմից Հայաստանի իշխանությունը փորձում է ցույց տալ, որ մենք այլևս բենզինով, պամիդորով, բադրջանով, ծիծակով գնում ենք խաղաղության, մյուս կողմից մենք տեսնում ենք տարեվերջին Ալիևի ասուլիսը, որտեղ Ալիևը նորից սպառնում է բռունցքով, որտեղ Ալիևը հայտարարում է, որ ժամանակակից աշխարհում որոշողները ոչ թե միջազգային իրավունքն է եւ սահմանադրություններն են, այլ բռունցքն է, որտեղ Ալիևը կրկին չի բացառում Հայաստանի դեմ պատերազմը, որտեղ Ալիևը կրկին խոսում է, որ Հայաստանի սահմանները կճանաչվեն եւ հստակ կլինեն այն ժամանակ, երբ որ մենք այդ սահմանները կճանաչենք։ Հիմա մենք կանգնած ենք դատարանի բակում։ Րոպեներ անց սկսվելու է Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի դատական գործընթացը, ընդամենը իշխանության ներկայացուցչի վիրավորանքին պատասխանելու եւ հետույք բառը օգտագործելու համար։ Հիմա այստեղ ես եթե սկսեմ թվարկել այն բառերը, որը օգտագործել են այս իշխանության ամենաբարձրաստիճան ներկայացուցիչները, մենք ստե մի հատ խարույկ պիտի վառենք, որտեվ եւ նստենք, որտեվ դա կարա տևի ժամեր։ Եվ անգամ այն դեպքում, երբ որ Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարցով զբաղվող կազմակերպությունը ճանաչել է Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի կալանավորումը ապօրինի եւ պահանջել է անհապաղ ազատ արձակել, մենք տեսնում ենք, որ նոյեմբերից նրանք կալանքի տակ են։ Այսօր 4 սրբազան ունեն կալանավորված, թեմերի 4 առաջնորդ։ Կալանավորված է Մասիսի քաղաքապետը այն դեպքում, երբ որ ոչ տուժող կա, ոչ չգիտեմ ինչ կա, դեկտեմբերի 30-ին կալանավորում են Հայրենիք կուսակցության գլխավոր քարտուղարին մի հատ անհեթեթագույն մեղադրանքով, դատարանները լցված են քաղաքական բանտարկյալներով եւ օգտագործեմ Նիկոլի տերմինը, եվրոյոնջաները շարունակում են պահպանել լռություն։ Մենք տեսանք, որ 2 օր առաջ Միացյալ Նահանգները դուրս եկավ ՄԱԿ-ի եւ հարակից 66 միջազգային կազմակերպությունից, այդ թվում Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովից այդ կառույցները համարելով անօգուտ, համարելով անիմաստ, այսինքն մենք տեսնում ենք, որ նոր ժամանակներում այդ ֆեյք իրականությունը, խոսքի ազատություն, մարդու իրավունք, նույնիսկ այն երկրները, որոնք իբր այդ արժեքների առաջամարտիկներն են, թքում են այդ կառույցների վրա, թքում են այդ արժեքների վրա, որտեղ նույն Միացյալ Նահանգները իրան կարա թույլ տա Վենեսուելայում նախագահական նստավայրից առևանգի նախագահին եւ նրա կնոջը եւ նրա կինը, Վենեսուելայի նախագահի կինը դատարան կարագա ջարդված դեմքով եւ կապտուկներով եւ ահա Էսա իրականում Նիկոլի ասած եվրոյոնջաների բերած արժեքային համակարգը։